ես ուզում եմ ասել, որ այս պահը իմ համար շատ կարևոր է։ Իմ համար կարևոր է, որ Հովսեփ Խուրշիդյանը գրավով դուրս է գալու եւ գտնվելու ազատության մեջ։ Եվ շատ չեմ ուզում անդրադարձնել, թե սա քաղաքական, թե իրավական հարցության վրա լուծվեց։ 1 միլիոն դրամ։ Բայց ինչպես են որոշում էլի գրավի չափը։ Գրավի չափը որոշում են անձի սոցիալական գույքային վիճակով, այսպես ասեմ։ Ըստ էության սկսվում է 500,000 դրամից օրենքով։ 1 միլիոնը մեր ժողովրդի համար մի քիչ մատչելի է համարվում, դրա համար ասենք գտնում եմ, որ 1 միլիոնը կիրառել է։ Դե ամեն դեպքում մենք ունենք շատ բողոքարկել այս վճիռը։ Ես այսօր գրավի հետ կապված խնդիր հիմա այս պահով չունեմ, բայց կալանքի որոշումը գտնվում է վերաքննիչ դատարանում լսվելու ամսի 26-ին։ Եվ ձերբակալման որոշման դեմ ունեմ բողոք, որը գտնվում է էլի վերաքննիչ դատարանում։ Դա 26-ի խնդիրն է, կտեսնենք ինչպես կքննարկվեն։ Այսօր, չգիտեմ, մի հատ հարազատների հետ քննարկենք, տեսնենք, այնպես չի, որ իրանք շատ վստահ են եղել, որ գրավ կկիրառվի, այսօր ասենք դատարաններից կանխատեսելի ոչինչ մեր մոտ չկա եւ չենք կարող հաստատապես վստահ լինել, որ կկիրառվի։ Հիմա կորոշենք, կլուծենք այդ խնդիրը, որպեսզի նա 1 օր շուտ ազատության մեջ լինի։ Եղավ, հիմա ինքը դուրս չի գալու։ Ով։ Հովսեփը։ Հովսեփին չեն բերել, մենք պիտի գնանք հիմա մեկուսարան, եթե կարողանանք վճարն անել, այսօր երեկոյան Հովսեփին կբերեն գիշերը։ Հա, Հովսեփին չէ։ Դե բանկերը աշխատում են, որոշ բանկեր աշխատում են, կարծում եմ, որ եթե կարողանան գրավի գումարը ճարել,